Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուն է։ 3 կեսօրին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ազգային ժողովի ընտրության նախնական արդյունքները, որոնց համաձայն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձայների ընդամենը 49.8%-ով մեծամասնությունն է ստանալու ազգային ժողովում, պարզ մեծամասնություն, խորհրդարան անցնելու նաև ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, սակայն քվեների վերահաշվարկի արդյունքում հնարավոր է խորհրդարան անցնի նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որն արդեն դիմել է ձայների վերահաշվարկի համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հայտարարեց, որ 555 տեղամասերի վերաբերյալ վերահաշվարկի դիմում է ներկայացվել, այսպիսով ընտրության արդյունքների եւ ավելի կարևոր քաղաքական իրավիճակի հետագա զարգացման հետ կապված անորոշությունները շատ են, թեմայի շուրջ տաղավարում իմ հյուրը իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն է, բարև ձեզ պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես ձեր գնահատմամբ այս ընտրությունները կեղծված էին, թե ոչ, ազատ եւ արդար ընտրություններ էին, թե ընտրախախտումներով անցկացված։ Զարմանալի է, որ այդ հարցը դեռևս գոյություն ունի, որովհետեւ պարզավոր կեղծված ընտրություններ էին, կեղծվում էր դեռ ընտրություններից առաջ։ Պահպանելու համար պետք է այսպես անկողմնակալ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ կողմից, եթե դիտարկենք, երկու պարագայում է կեղծված էր, ու այս ընտրակեղծարարության ոճը Հայաստանում դեռևս չէր եղել։ Մենք գիտենք, որ 95-96 թվականից Հայաստանում սկսվեց այդ ընտրակեղծարարությունները, բայց որ ընդդիմադիր հիմնական առաջնորդը լինի կալանքի մեջ մասնակցի ընտրություններին, այսպեսի բան չէր եղել։ Չէր եղել, որ երկու շաբաթ առաջ հիմնական կազմակերպիչներից մեկին, խոսքը Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին, ապօրինի կալանավորներն ընդ որում իր տղայի վերջին զանգի օրը, նեոբոլշևիկյան իրանց այդ մոտեցումներով։ Անդրանիկ Թևանյանը լավագույն կազմակերպիչներից էր։ ԲՀԿ-ի երկրորդ համարը։ ԲՀԿ-ի հետ էին իրենք, շատ լավ էր կազմակերպում, դեռևս Երևանի ընտրություններից գիտենք, Գյումրու, Էջմիածնի, ու հիմա այս իրավիճակում, երբ որ ԲՀԿ-ի հետ սենց են վարվում, հասկանալի է ինչի են Անդրանիկ Թևանյանին հանել։ Անդրանիկ Թևանյանը եթե այս պահին լիներ, նախ չէր լինի այս նկարչությունը, բանի Վահագն Պիկասոյի նկարչությունը այդ ԲՀԿ-ի 0.004 հավերթական պակասորտները 60 ձայն, այսինքն 60 ձայնա պակասում, բայց Բարգավաճ Հայաստանը հայտարարեց, որ արդեն մի տեղամասում 4 տեղամաս բացել են, 100-ից ավել ձայնա պակասած եղել։ Եվ միանյաց չի վերաբերում, միասնության թևերին էլ է դա վերաբերում։ Հիմա այստեղ գալիս ենք այն դասականի ասած այն հայտնի խոսքին, Ստալինին է, չէ, վերագրվում, ես չգիտեմ դա ինքն ասել թե մեկ այլ հայտնի դեմք, որ կարևոր չի թե ինչպես են քվեարկում, կարևորը թե ինչպես են հաշվում։ Ինչպես են նկարում։ Այսինքն կարծում եք, որ հնարավոր է հենց այդպես լինել։ Հենց այդպես է։ Նախ նայեք, այն պահից սկսած, երբ որ ընտրակեղծարար եւ հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը դեռևս 10-ից 15% ընդհանրապես քվեաթերթիկների վերամշակման ժամանակ ինքն իրեն հռչակեց հաղթել է եւ տապալելով սահմանադրությունը, այդ պահից սկսած նախ ամբողջությամբ կասկածի տակ է։ Նախ այդ պահին, երբ որ կանգնել էր հաշվարկը, հիշում եք, այդ պահին կանգնել էր հաշվարկը կենտրոնական ժամը 2-ին է գիշերվա 2-ին։ Այո, 6 ժամ արդեն անցել էր, զինվորները դեռ քվեարկում էին, բայց 6 ժամ արդեն անցել էր ու բանը այդ պահից սկսած ավարտվեց այն օրինաչափությունը, ոնց քվեաթերթիկները բաշխվում էին։ Իսկ ոնց էին բաշխվում, exit poll-ը եթե նայենք, նույն օրինաչափությամբ իրանք զարգանում էին ընտրության արդյունքները։ Exit poll-ը ցույց էր տվել, որ սրանք այս ընտրակեղծարանները 30 մի քանի տոկոս են հավաքել, անցնում է ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան 6%-ով, ինչպես նաև Թաթոյանն էր անցնում։ Այսինքն միասնության թվերը։ Եվ հանրագումարով 50-ից ավել էին։ Շատ ավել էին։ Մոտավորապես 20%-ով ԿՊ-ից ավել էին։ Հիմա եթե exit poll-ում տատանումները շատ քիչ կարա լինի, չնչին կարա լինի։ Ասենք պլյուս-մինուս 4 ամենաշատը երևի։ Կարող է պլյուս-մինուս 5, պլյուս-մինուս, բայց որ լինի այսպիսի տարբերություն, այն էլ այն պահից սկսած խախտվում օրինաչափությունը, երբ որ սահմանադրությունը տապալելով
հայտարարում է, որ ինքը հաղթել է, սահմանադրությունը տապալելով հայտարարելուց հետո, որ ինքը հաղթել է, պետք է դադարեցվեր հաշվարկը առհասարակ։ Պետք է բոլոր ընդդիմադիրները լինեին ԿՊ-ի շտաբում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ասեն էսի չա կատարվում։ Չհասկացա ոնց թե 15%-ը հաշված պայմաններում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր ընդդիմադիրները, բոլոր տեղերում հանձնաժողովի անդամները հաշվարկ են անում, դու վեր ես կենում քեզ հաղթած ես հռչակում, ու ամբողջ Եվրոպան սրան աջակցում է հաղթելու համար։ Ոչ, հավաքական դիմադրությունը հաղթել այս ընտրություններում, այս ընտրությունները կեղծված են, այս ընտրությունները կեղծվել են դեռևս ընտրություններից մի քանի տարի առաջ, Վալոդիա Գրիգորյանի սպանությունը Փարաքարում, Վարդան Ղուկասյանի կալանավորումը Գյումրիում, Դավիթ Համբարձումյանի կալանավորումը Մասիսի համայնքապետի, ըստեղով գալիս ենք զարգանում ենք այս վերջի շրջանի ռեպրեսիաները, ամեն օր ըստ Սամվել Կարապետյանի ամեն օր 70 հոգի են իրենցից ձերբակալում։ Այդ ինչ էր ամբողջ օրը քնչականով, այդ իրանց սուտ գաղտնալսումները նախաքննական գաղտնիք բացելով, անմեղության կանխավարկած խախտելով, մարդկանց բանտեր նստացնելով։ Ոնց եք ասում ազատ այնագրությունները որ հրապարակում են, դրանք նախաքննական գաղտնիքի Իհարկե նախաքննական գաղտնիքի խախտումը անմեղության կանխավարկածի խախտումը, այսինքն իրանք ստեղծում են հնարավորություն, որ մարդիկ վախենան, մեկ, երկրորդ, որ վարկաբեկեն հիմնական հակառակորդ ուժին եւ բնականաբար մենք տեսնում ենք ընտրողական վերաբերմունք։ Նայիրի Հոխիկյանի եւ նրա եղբոր վրա, եղբորը քվեարկության օրը Նայիրի Հոխիկյանին քվեարկությունից մի քանի օր առաջ ԿՊԱ-ականները հարձակվել են։ Այն երկուսը հարձակվել է տան վրա։ Մամուլը գրում է, որ ԿՊԱ-ական համայնքապետ էր, գյուղապետ էր, ինչ էր, եղբորը դաժան ծեծի ենթարկում։ Այո, ու պատկերացրեք, այդ գործերի հետ կապված ոչ մի բան չկա։ Մեկի ավտոն բան արեցին, հրկիզեցին, չկա։ Արմեն Հովհաննիսյանը հասեցին ինքնասպանության պաստառը պոկելու համար, ընդ որում մինչև հիմա Արմեն Հովհաննիսյանի նկարը մենք չունենք։ Մարդը պետական սպանության պատճառ է դարձել ԿՊ-ի պաստառը պոկելու արդյունքում, ընդ որում Կովսականում էլ տուն ուներ, սրանք հանձնել են այդ տունը։ Ու մենք այդ մարդը սպանեցին փաստորեն։ Հիմա այս պայմաններում խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին, սա նշանակում է, ասենք, բանը, չիմանալ թե ինչ է ազատ եւ արդար ընտրությունները առհասարակ։ Սա այդ երբ որ ինքը դուրս եկավ ու հայտարարեց ինքն իրեն, որ ես բան եմ հաղթել եմ, հեսա նույն բանն է, ինչ որ 96 թվականին դուրս եկան ասացին 100% էլ հավաքի իշխանությունը չենք փոխանցել իրենց, ի՞նչ տարբերություն։ Այսինքն ինքը դուրս եկավ ժամը 2-ին, ասաց ուզում է 100% հավաքեն, ինչ չէ տակում։ Դավայ բան Հովակիմյան, մի հատ է նկարում ես, մենք էլ բան ենք անում, 100% էլ հավաքի երկրորդը հայտարարեց, որ հետընտրական զարգացումներ չեն լինելու, այսպես։ Հա դու ով ես որ ասես էլ լինելու են թե չլինի։ Ընդհանրապես ով է բռնապետիկը, ես չեմ հասկանում։ Մեր հայրենիքը ասած մաս տալով, ընտրությունները կեղծելով, այսինքն նայեք 96-95 թվականին այդ անարդարություններից հետո ժողովուրդը ուներ ընտրության միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն։ Հիմա էլ այս անարդարությունների միջոցով ժողովուրդը որևէ հակասահմանադրական գործողության չի գնացել, որևէ ինչ-որ տերորիստական ակտ բան չի կատարել, ասում է կա ընտրություններ, քաղաքակիրթ ճանապարհով փոխեմ։ Հիմա սրանք ասում են, չէ, դու ընտրությունով էլ չես կարող ինձ փոխես։ Հասկանում եք անլեգալ իշխանությունը որտեղ է հասնում, ահաբեկչությունը որտեղ է հասնում ժողովրդի նկատմամբ։ Ու սա ամբողջ պարադոքսն է, որ Եվրոպան փաստորեն այսօր ընտրակեղծարարության կենտրոնն է։ Ընտրակեղծարարության աջակիցը Եվրոպան է։ Այսինքն ինքը աջակցում է, որ իմ սահմանադրությունը խախտելով սա դուրս գա ու ասի ես հաղթել եմ։ Կամ այդ Վրաստանի վարչապետի արածը ինչ էր։ Մինչև Փաշինյանի հայտարարությունը։ Այդ դրա պատասխանը ոնց ենք ստանալու։ Զուրաբիշվիլին որ արեց այդ նախկին նախագահ, Զուրաբիշվիլի էր, չէ՞ անունը։ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հա։ Լավ հասկանալի է, ասենք ինքը եվրո ընտրակեղծարարության այդ ընտանիքի մեջ է։ Հələ մի բան էլ հայկական կարուսելից էր խոսում, հիշում եք այդ սկանդալային հայտարարությունը։ Այն ժամանակ, դրանք իրանք լոռուցել են խոսում վերից։ Հիմա ասենք Վրաստանի վարչապետը 1%-ն էլ չէր սկսվել քվեարկությունների։ Վերակենում շնորհավորում է։ Ես ինչ կարող եմ, ես կարող եմ ենթադրեմ, որ այդ շնորհավորանքը, ասենք, չգիտեմ, ջիլիզը տալու բանը, վաճառքն է, ասենք։ Կարող եմ, իհարկե կարող եմ ենթադրեմ։ Այսինքն իրենք ստեղծեցին Վրաստանի վարչապետով մի հատ առաջին ալիքը,
որ անցել է Նիկոլ Փաշինյանը, հետո սա դուրս եկավ, ոնց որ արդեն ստրախովկան ուներ, սա դուրս եկավ Իրանի բանը հրճակեց վարչապետ, այսինքն առաջինը Վրաստանի վարչապետն է սրան վարչապետ հրճակել։ Սա ինչ է նշանակում, ասենք ոնց կարա այստեղ պայմանավորվածություն չլինի։ Բոլոր քաղաքացիներից կարանք ենթադրենք, չէ՞ որ Ջիլիզան սա տալիս է դրա համար է այս բանը օգուտը տվել Նիկոլ Փաշինյանի իրենց վարչապետությունը, հա, ուրիշ ինչ պետք է մտածես։ Հիմա եկեք հունիսի 7-ի ընտրության օրի իրադարձությունները, այսպես փորձենք վերլուծել գալով ընտրությունների ընթացքից, այդ ամբողջ օրվանից հետո ընտրատեղամասերը փակվում են, հետո սկսում է հաշվարկ, որը բավական դանդաղ է ընթանում այդ process-ը, Վրաստանի վարչապետի հայտարարությունը, հետո հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հասուրիսով է հանդես գալու, Փաշինյանը հայտարարում է, որ հաղթել է քաղաքացիական պայմանագիրը եւ միանձնյա կազմավորելու է կառավարությունը։ Այս ամբողջը արդյոք մեկ ընդհանուր շղթայի մի մասն ինչ կապ կա այս ամենի միջև, երբ դանդաղում է, հաշվարկը կանգնում է, հետո ասում են, որ առավոտյան են հայտարարելու ընդհանուր այս դրամաբանական պարտության արդյունքում իրենք այդ այն գործողություն, այսինքն պլան B-ն է, որ եթե պարտվում ենք, սկսում ենք այս գործողությունները կատարել։ Իրանց մոտ իրանք պլան B ունեն, էլի։ Ու իրանք գիտեն, որ պարտվելու են, դրա համար էլ այդ պլան B-ով էլ գնում են առաջ։ Այս ողջ շղթայի մեջ ամբողջությամբ ընտրակեղծարարությունը, նոր ոճի ընտրակեղծարարությունը։ Եթե մեր քաղաքացին նախկինում տեսնում էր լցոնումը, կամ ասենք, չգիտեմ, 5000 դրամներն էին հայտնի եւ այլն, հիմա ամբողջությամբ ընտրակեղծարարությունը նոր մասշտաբների է հասել եւ լավը այս ամբողջում այն է, որ իրականում այս ամեն ինչը անելով հանդերձ իրանք պարտվել են։ Իրանք 50% էլ ձայն չեն հավաքել։ Իրանք չեն կարացել այնքան կեղծիք անեն, որ 50%-ից ավել իրենք իրենց նկարեն։ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 50%-ից ավելին սրանց դեմ է եւ պետք է հասկանալ ու պետք է ողջունել եւ շնորհավորել իրան, որ նույնիսկ այս ընտրակեղծարարության մասշտաբներում Արցախի հանձնումը չի լեգիտիմացվել, հայերի 150,000 էթնիկ զտումը չի լեգիտիմացվել, չի լեգիտիմացվել Տավուշի տարածքների հանձնումը, չի լեգիտիմացվել եկեղեցու դեմ հարձակումները, սա պետք է մենք հասկանանք եւ իրար շնորհավորենք այս իմաստով։ Հիմա հաջորդ քայլը հետեւյալն է. այս ընտրակեղծարարության արդյունքում նա կարողանալու է, իհարկե մեզնից է կախված կարողանալու է թե չէ, սահմանադրությունը Ալիևի պահանջով փոխել Տիգրանաշենը հանձնել, եկեղեցու վրա հարձակում անել, ավելի ու ավելի քաղբանտարկյալներ լցնել բանտերը եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ ամենքս պետք է չընկճվենք այս իրավիճակից, այլ հակառակը կրկնում եմ, սենց ընտրակեղծարարության արդյունքում պետք է մենք իրար շնորհավորենք, որ իրանք սկի չեն կարողացել 50%-ի շեմը հաղթահարել։ Բայց այդ դեպքում ո՞նց են մեծամասնություն կազմում։ Դե սահմանադրությունն է տալիս։ Զայների փոշիացման շնորհիվ, հա։ Դե սահմանադրությունը հնարավորություն տալիս է, չէ՞, եթե այդ զայների չանցածները բաշխվում է իրանց, պլյուս 50 է լինում ու 50 պլյուս է լինում, ու իրենք կարողանում են պարզ կամ սահմանադրական մեծամասնություն կազմեն։ Հովանես, բայց հետաքրքիր է, մենք այդ exit poll-երի մասին խոսեցինք, հաշվարկը երբ նայում ենք, տարբեր ընտրատեղամասերից արդյունքներ էին գալիս, շատ ընտրատեղամասերում հանրագումարով ընդդիմության ձայները ավելի շատ են լինում, ասենք ՓՊ-ի ձայներն էլ են շատ, բայց որ միացնում են շատ են լինում, բայց այն հարաբերակցությունը, որ ներկայացում էր ԿՀ-ն այդ պատկերով, ինֆոգրաֆիկայով, հարաբերակցությունը նույնն էր, ասենք 60% ԿՊ, հետո 55, իսկ դա երբ սկսվեց այդպես։ Սկսվեց ժամը 2-ի ընտրակեղծարար դավաճանի հայտարարությունից հետո։ ԿՀ-ն իր այդ արդյունքները, որտեվ այնտեղ գնում էր, ասենք ԿՊ-ն, հիշում եք, մի երկու տեղ բացել էին 70% ԿՊ-եր, ինքը տենդենցիան էր, որ ԿՊ-ն նվազում է, իսկ այդ 4 ուժերը, այդ թվում Թաթոյանը, իրենք աճում են։ Ու այդ աճը կանգնացնելու համար եղավ այդ մամուլի ասուլիսը։ Սահմանադրական կարգի տապալմամբ։ Հիմա նայեք, ես երկու բան եմ ասում։ Այս երկուսի մեջ մեկը ապացուցված է, մեկը այդ ապացույցից ելնող ենթադրություն է։ Այն որ սահմանադրական կարգը տապալել է, սա հայտարարելով, որ ինքը հաղթել է,
Դա միանշանակ է եւ վերջստեղ արդեն հանցագործություն դադարեցրեք ընտրությունը անեք ուղիղ հրահանգեր կա հային որ պետք է այս պատկերը իսկ դրանից հետո իմ ենթադրությունը հիմնավոր է եւ այս բոլորիս ենթադրությունը հիմնավոր որ դրանից հետո այդ սահմանադրական կարգի տապալման իմաստը այն էր որ կարողանան սահմանադրական կարգը տապալելով ձևավորեն իրենց միանձնյա իշխանությունը հիմա խնդիրը այն է որ այդ քվեներին պետքա տեր լինեն բայց նայեք այստեղ մենք ուրիշ խնդրի հետ ենք բախվելու հիմա քանի որ մենք գիտենք որ սրանք դավաճան են ռասիստ են ընտրակեղծարար են սուտասան են եւ ամեն ինչ են առհասարակ հիմա մի քանի օր է այդ քվեաթերթիկները ինչ որ տեղ են չէ բանով պլոմբած այդ սեյֆերի մեջ հիմա վերահաշվարկի ժամանակ երբ որ պահանջեն վերահաշվարկ ժամանակ է չէ անցնելու արդեն անցել է ու այդ վերահաշվարկի ժամանակ մենք ինչ իմանանք ինչա լինելու այդ բաների հետ պլոմբների հետ եւ այլն այդ քվեաթերթիկները մենք գիտենք որ ամենտեղ ընտրակեղծարար է տեսել ենք թեղուտում չեք տեսել են բան կամերայով ցույց է տալիս որ այդ ԿՊԱ-ականները սենց ուղղորդելով կամ ասենք բանակին ադբոյից հետո ես գիշերը 12-ին համարյա տարել են ընտրատեղամաս որ ընտրեն չեք ամաչում դուք ես երկու անգամ ընտրությունների եմ մասնակցել ծառայությանս մեջ մեկը 2007 թվականի խորհրդարանականին մեկը 2008 թվականի նախագահականին մեզ այո ագիտացիա արել են մեզ ասել են ում է պետք ընտրել մեզ տենց մի քանի անգամ տենց հատուկ սենց ինչ որ ում որ պետք է ընտրել տենց պաստառային սարքել այն ժամանակ սենց պիտի չկայավեր այո այդ ամեն ինչը արել են արդյունքում մենք ընտրել ենք գոնե ես ընտրել եմ ում ուզել եմ որովհետեւ խնդիր չի եղել որով նախ որովհետեւ երբ որ մտանք ընտրատեղամաս եւ քվեախցի մոտ բարձր որ ում ուզես կարաս ընտրես ոչ մեկ չի իմանալու ընտրությունը շատ զինվորներ ընտրում են այնպես ինչպես ուզում են շատ կարող ես ընտրել այնպես ինչպես ուզում ես բայց մինչև այդ ագիտացիա է վախեցնել ահաբեկել է եւ այլն ու այդ ժամանակ երբ ես կապանում եմ ծառայել այդ ժամանակ երբ կապանում ծառայում ենք նախ Ադրբեջանի դրոշ չկար գլխներիս հա մենք հələ հակառակը թիկունքային զորամաս էինք որ պետք ապահովում ենք բանը հետո ենք ապահովում առաջինից հիմա ամբողջ հարցը այն է որ նայեք որտեղ են զինվորներին սենց օգտագործել Մեղրիում Սոտքում բանից Կիրանցից Գոհարը Վարդանյան ասում է որ Կիրանցում են այդպես արել հիմա ներքին հանդում էլ ամենայն հավանականությամբ ու նայեք այստեղ հետաքրքիրը որն է ոչ թե հետաքրքիր այլ զազրել է փաստորեն քանի որ այս ընտրակեղծարարներին հարկավոր է որ կոտրեն հայ ժողովրդից մեջքը ցույց տալու որ տեսեք Սյունիքում նույնիսկ Ադրբեջանի դրոշի պայմաններում նրանք ԿՊ են ընտրում եւ նրանք կողմ են Զանգեզուրի միջանցքին ու համ թշնամացնեն մեզ իրանց հետ որ ստեղից է Երևանից էլ սկսեն բողոքել ասեն ոնց թե դուք բանը այս պայմաններում գնացել ընտրել եք իրանց հա չէ ու դրա համար ինչ են անում ասենք զինվորներին նույնիսկ բանից հետո ընտրատեղամասը փակելուց հետո զինվորի քնի հաշվին ադբոյի ժամը 10-ին է այս զինվորների թե հա 10-ին կես հա 2 ժամ հետո տանում են բան ընտրատեղամաս ու չէ ինչ 2 ժամ հա 2 ժամ 11:40 հա տանում են ընտրատեղամաս ու լրիվ կոնտրոլի տակ որը քվեարկեն այսինքն եթե ես իմ ընտրությունների ժամանակ ծառայությանս տանեին կոնտրոլից դուրս էի ինձ մենակ կարային վախեցնեին բան անեին ագիտացիա անեին հա բայց երբ որ քվեարկում էի կոնտրոլից դուրս էի ըստեղ այդ կոնտրոլներ են պահում սրանք հասկանում եք որ զինվորների հետ մարդ չլինի իրենք գնան բան հիմա օրենքի որևէ մեկնաբանությամբ հնարավոր է դա ինչ որ բան ունենա հիմք ունենա որ ժամը 8-ից հետո կարային զինվորներին տան ոչ իհարկե որևէ մեկնաբանությամբ չի կարա դա 8-ին փակվում է ընտրատեղամասը փակվելուց հետո այնտեղ կարող են լինել վստահված անձի հա մնում դու քաղաքացիներ չէ հա եթե քաղաքացիներ կան մնում են քվեարկում են դուրս են գալիս ու այնտեղ արդեն լրատվամիջոցները որոնք արդեն գրանցված էին չգիտեմ դիտորդները որոնք գրանցված էին վստահված անձերը հանձնաժողովի անդամներ բայց ժամը 8-ից հետո դու չես կարող մարդ բերես մց այն էլ 11:40 է որ արդեն փաստորեն քանի ժամ 8-ին փակվում է փաստորեն համարյա 4 ժամ արդեն բանը հաշվարկը հրապարակորաթերթ այսօր գրում է որ մինչ այս պահը Մեղրի զորամասի Ագրակի ինձատեղամասում տեղի ունեցած գիշերային քվեարկության վերաբերյալ վարույթ չկա ինչու
Դե որովհետև բանը գաղտնալսումները պետքա լինեն ուժեղ Հայաստանի դեմ, որ վարույթ լինի։ Դրա համար էլ չկա։ Պարզ չէ, որ ահաբեկչական անլեգալ իշխանության մեջ ենք ապրում, ժողովրդավարությունը լրիվ տապալված, իմիջիալից գաղտնի ցուցակից էլ չխոսեցինք։ 18000 հոգի գաղտնի ցուցակ, դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն, որպեսզի մեզ լսողները հասկանան, որտեղից է այդ գաղտնի ցուցակը դուրս եկել։ Ես նայեցեք այդ տեղեկությունը նշեմ, քվեարկության նախորդ օրը հունիսի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851 քաղաքացի, այնուհետև ՀՀ-ն հրապարակեց մեկ այլ թիվ 2,503,000 ինչքան 18125-ով ավելի 1145-ով ավելի հետագայում պարզաբանեցին թե գաղտնի ցուցակ է ինչ գաղտնի ցուցակ Սա շատ վտանգավոր բան է մենք պետք է հասկանանք որ այս գաղտնի ցուցակ հասկացությունը ինքը ռիսկ է ստեղծում հետագայում մեզ ընտրական իրավունքից զրկելու այ կամ բան արհեստական դարձնելու մեր ընտրական իրավունքը որովհետև եթե հիմա դու 18000-անոց գաղտնի ցուցակ ես սարքում հետո կրես միլիոնանոց գաղտնի ցուցակ սարքես Ինչ իրավական կարգավորմամբ ես դա արել։ Ովքեր են այդ մարդիկ, ինչի պետքա բանը գաղտնի ցուցակ լինի։ Հիմա նախորդ ընտրություններին շեղումը եղել է մի 100-ի չափով, ասենք տեխնիկական վրիպակներ կարան լինեն եւ այլն։ Ու տենց էլ կա, պարզաբանումը տեխնիկական վրիպակն է։ Հիմա դու համարյա 18000, համարյա 1%-ից ավելին է դա կազմում։ 1%-ից ավելի դու գաղտնի ցուցակ ես բերել, գաղտնի ցուցակով ինչ որ քաղաքացիներ են ընտրել ու ընդդեղից ինչ-որ պարզաբանումներ են տալիս թե գաղտնի տեղեկություններ կան իրանց բայց ես ուզում հասկանամ թե բայց ինչ իրավական հիմքով եք դա արել ինչ չգիտեմ ընտրախավի մասին է խոսքը հա ինչ ընտրախավի մասին է խոսքը որտեղից հայտնվեց այսպիսի բան ինչի սենց անակնկալ քվեարկությունից հետո մենք իմացանք ոչ թե ինչ որ իրավական կարգավորում կար ով է կազմում այդ գաղտնի ցուցակը ովքեր են մեջը հասկանում եք այս ամբողջը մի բան է հուշում որ այս ԿՀ-ն պարզապես կարա ամեն ինչ անի, գաղտնի ցուցակներով, զինվորներին 8-ից հետո բերելով, մեզ ձերբակալելով, ծեծելով եւ այլն բանման, հետո էլ կանգնեն Եվրոպայի մասը շնորհավորում ենք ազատ եւ արդար ընտրությունները։ Այ քեզ բան։ Գաղտնի ցուցակ 18225 հոգի գաղտնի քվեարկել, ոչ մեկս չգիտենք ով է ինչա։ Կներեք, անկախ նրանից ում է քվեարկել, սա կարևոր է, կարևոր չի Հայաստան դաշինքին է քվեարկել, չգիտեմ, Բարգավաճին, թե ասենք Էդմոն Մարուկյանին։ Կարևորը այն է, որ որևէ անակնկալ ձևով հայտնվում է ինչ-որ գաղտնի ցուցակ, որը երբեք չի եղել, դեռևս այսպիսի բան չի եղել։ Կրկնում եմ, անցած տարիներին որոշակի շեղումներ եղել են, բայց դա այդպես թեթև վրիպակներ ա եղել, էլի։ Մենք իհարկե գիտենք, որ տարբեր այսպես կատեգորիաներ կան ընտրությունների գնահատականների, ազատ, արդար, մրցակցային, հավասար այս կատեգորիաների մեջ ոնց ինչպես պետք է տեղավորվեն։ Սա տապալված ընտրություն, սա ընտրություն չէր, չէ, այդ կատեգորիան չկա, որով պետքա նկարագրել։ Թե ինչա տեղել։ Նախ չմոռանանք, որ այս ընտրությունները կազմակերպել է մեկը, ով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մի քանի անգամ, ոտնահարել է Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, իմ եւ ձեր սահմանադրական իրավունքը խախտելով տարածքներ է հանձնել, Գորիսկապան ճանապարհը գաղտնի մեզնից հանձնել է, Սահմանադրությունը խախտելով հարձակվել է եկեղեցու վրա, խոստացել է, որ Սահմանադրությունը խախտելու է, եթե ընտրվի, նախ արդեն որ սա կազմակերպել է, արդեն խնդրեմ է, հա ասել է որ բանը խոսք եմ տալիս խախտել սահմանադրությունը էս է իրանց ասածը խոսք եմ տալիս ժողովուրդ ջան եթե դուք ինձ ընտրեք ես ձեր այն ինչի վրա հիմնված է ձեր կյանքը կխախտեմ էս ասում հա էս սրա պատճառով էս ամբողջ բազայի պատճառով որ արդեն պարադոքսը ունենք որ ինքը պետքա կազմակերպի այս ընտրությունները ըստեղից ելնելով արդեն սկսվում են մնացած կեղծիքները բռնաճնշումներ Ես մոռացա ամենակարևոր բաներից մեկը, չմոռանանք, որ Արթուր Սաքունցի կազմակերպությամբ նրանք կարողացան դիտորդներին, դիտորդական առաքելություններին սահմանափակումներ մտցնել, դժվարացնել նրանց մասնակցությունը։ Հայ միջայլոց Եվրամիության դեսպանը ինչ գործ ուներ գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովում Եվրամիության դեսպանը ինչ գործ ուներ։ Ինչ մանավանդ դրանից հետո էր թե առաջ էր որ հնչեց սրա ինքն իրան դրանից հետո էր, հա։ Ինչ գործ ուներ, ասենք եվրոպական Հիմա որ Ռուսաստանի դեսպանը գնար այնտեղ վայնասունները չէին կապելու, խառնվել եք մեր ընտրություններին եւ այլն։ Եվրամիության դեսպանը որ գնացել է, միջամտություն է մեր բանում։
ընտրություններին, ուրիշ ոչ մեկնաբան է սա։ Ինչի՞ է գնա, տղա ջան, ինչի՞ ես գնացել։ Մարգուլիոսներ, չէ՞, Մարգուլիոս։ Ինչի բանը չես դատապարտում եկեղեցու դեմ խղճի ազատության բաներ, բայց գնում ես, ասենք, այնտեղ ԿՀ-ում ինչ որ տինտիրիտներ կան։ ԵԱՀԿ ԺՀՄ նախնական զեկույցից այսպիսի գնահատականը բևեռացված պարակտով եւ ճնշումներով ուղեկցված ընտրություններ բորբոքիչ հռետորաբանություն իշխող կուսակցության տեխնացուի կողմից։ Ճիշտ է, ԵՀԿ ԺՀՄ-ին կարելի է ողջունել նրա համար, որովհետև նա աշխատել է։ Օրինակ ԱՊՀ երկրների զեկույցը, չէ՞, դիտորդ ունեն, եթե զեկույցը կարդաք, միանգամից երևում է, որ նրանք չեն աշխատել։ Աշխատել ինչ է նշանակում։ Աշխատել նշանակում է տեղում շփվել մարդկանց հետ, լսել ինչ է եղել, ինչ չի եղել։ Հիմա ԱՊՀ երկրների զեկույցով որ լսում ես, հասկանում ես, որ իրենք տեղյակ չեն ինչ է եղել։ Ասենք իրենք տեղյակ չեն, որ բանը ատելության խոսքի sense տարածում ա եղել, ամբողջ օրը ատելուց հետ արցախցիների հետ։ Հիմա ցանց կուսակցության անունը բանա, չէ՞, այս ինչի չես զոհվել արա կուսակցություն։ Հա, այդպես է, չէ՞ գնել դուք։ Հա, խի չես զոհվել արայի կուսակցություն, էլի։ Հա։ Հիմա այս ԵԱՀԿ ԺՀՄ-ի զեկույցից ենթադրվում է, որ նրանք աշխատել են բանի հետ, քաղաքացիական հասարակության հետ։ Եվ այս օրերին, այս երկու օր ամենաշատ քննարկվող հարցը վերցնել մանդատները, թե չվերցնել ձեր կարծիքով։ Իմ կարծիքով այդ այնքան էական չի, այս բանը էական է, որպեսզի այս ուժերը տեր կանգնեն իրենց ձայներին, մեր քաղաքացիների ձայներին, եւ մանդատները, նայեք, պայմանավորվածություն չի եղել։ Եթե մենք ձեզ ընտրենք մանդատ վերցնելու եք, թե չեք վերցնելու, հա, խոստում չի եղել։ Բայց որ պետք է տեր կանգնեն Հայաստանի քաղաքացի քվեներին, դա պարտավոր են եւ պարտավոր ենք միասին դա անել։ Հիմա առաջիկայում մենք գիտենք մեզ ինչ է սպասվում, ինչ ապօրինություններ է սպասվում եւ այլն։ Մանդատները կօգնեն դրան, թե չեն օգնի, երկու տարբերակներ կա, համ վերցնելուց համ կարող են օգնել, համ էլ չվերցնելուց կարող են օգնել։ Օրինակ, ենթադրենք հիմա եկեղեցու դեմ հարձակումներն է։ Եթե չեն վերցնում, հանրության հետ կոնսոլիդացվում են, վստահության բանն արտնացնում իրենց մեջ եւ միասին պայքարը ավելի արդյունավետ է ստացվում։ Եթե վերցնում են, հնարավորություններ ունեն շփումներով, բանով, տարբեր ատյաններում հարցը բարձրացնել, թնդեցնել, թեժացնել։ Երկու պարագայում էլ կարող է օգտագործվել արդյունավետ, չէ՞։ Բայց կրկնում եմ, հիմա բոլորի խնդիրը պիտի լինի քվեն պահելը։ Մանդատներ վերցնել, չվերցնելու հարցը այս պահին պետք չի քննարկել։ Դա նաև պարակտում է առաջացնելու թիմերի մեջ, որովհետև թիմի մի մասը ասելու եկեք վերցնենք, մի մասը ասելու եկեք չվերցնենք, բայց եթե օրինակ հիմա այս 18000 գաղտնի քվեարկածների հարցով զբաղվեն, բոլոր թիմերում միասնական կզբաղվեն այդ հարցի դեմ, չէ՞։ Կասեն ավելի քան 1% է։ 1%-ը 14000 ավելի է։ Հիմա ասենք գնան, ասեն բան արեք, այս ինչ է կարել, մի հատ հələ ջնջեք այդ քվեարկությունը կամ չգիտեմ, բայց երբ որ արդեն այդ թիմերի մեջ կսկսեն քննարկել այդ հարցերը, չէ՞, քվեն պահելու հարցը, նորից կկոնսոլիդացվեն, որովհետև բոլորը համաձայն են, որ քվեն պետքա պահվի։ Երբ որ սկսեն քննարկել մանդատներ չվերցնելու հարցը, պարակտվելու են։ Հիմա նայեք, օրինակ Երևանի ընտրություններում մի անգամ ՀԱԿ-ը չվերցրեց մանդատները։ Հա հետո ինչ։ Կամ բանում Վրաստանում չվերցրեցին մանդատները։ Հա հետո ինչ։ Բայց ես չեմ ասում, որ օգուտ չի տա։ Ես ասում եմ, որ երկու պարագայում էլ կարա աշխատի օգտակար։ Հիմա ինչ ասում սահմանադրությունը, եթե չվերցնեն, սահմանադրական ճգնաժամ առաջանում, թե հաջորդող կուսակցությունները փոխարինում են այս ընդդիմադիր ուժերին։ Չէ, դες բան չկա։ Մնում տեսակետել եմ լսել։ ԿՊ-ն մնում է միայն, չէ, ոնց եթե չեն ընտրել, ոնց են իրանք անցնում։ Եթե ժողովուրդը քաղաքացին չի ընտրել, անտրամաբանական է որ կանցնեն եւ օրենքում անտրամաբանական կլներ ամրագրված, չէ, եթե չեն ընտրվել։ Բայց եթե դուրս են գալիս, ընդ որում բոլորը իրանք ստորագրություններով գրելով, հա, դուրս են գալիս, այնտեղ բացվում է բանը, ինչ են ասում։ Այնտեղ մնում է մենակ ԿՊ-ն։ Բայց այստեղ ուրիշ վտանգներ էլ կա, ախր հիմա պետք է օրինակ ԲՀԿ-ի ձայների համար տեր կանգնեն, որտեվ նշաձողը իջեցրել են, նայեք,
3 կուսակցություններով, ուժերով սրանց հաղթել են։ Ամենայն հավանականությամբ Թաթոյանն էլ է մեջ կպնում 4-ով։ Սրանց հաստատ հաղթել են։ Այդ սահմանադրությունը տապալել են։ Թաթոյանի ուժը ստացել էր 33000 ավելի շատ ձայն, 2.3%։ Ես նկատի ունեմ ժամը 2-ից հետո, երբ որ սա հայտարարեց ինքն իրեն հաղթած։ Այս նախնական, այս արդյունքները։ Այս արդյունքները ասնավանի չեն, մոռացեք։ Ժամը 2-ից հետո, երբ որ սա հայտարարեց իրեն հաղթանակած, ոչ մի արդյունք ասնավանի չի կարող լինել։ Որևէ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիք չի կարող վստահելի լինել։ Ավարտվում է, եթե ժամը 2-ին նա այդպիսի հայտարարություն է անում։ Հիմա նայեք նշաձողը ինչքան են կիչեցրել։ Ժամը 2-ին հայտարարությունը արեց։ Դրա դեմը չառակ։ Ոչ մի բան չարեցինք։ Անցավ բանը, հաջորդ օրը ԲՀԿ-ն սենց կիսա անցնելու վրա։ Պետք է լինեին, այսինքն ինքնաբուխ։ Հիմա արդեն հասել ենք մանդատ, իհարկե պետք է լինի։ Հիմա հասել ենք մանդատ վերցնել չվերցնելու հարցին, այսինքն նշաձողը բանից հաղթանակից, մեր հաղթանակից իջեցրել ենք մանդատ վերցնել չվերցնելուն, համակերպվել ենք, որ ընտրակեղծարարությամբ մեր հաղթանակը մեզնից վերցրել են։ Ես կրկնում եմ, այդ ժամը 2-ի հայտարարությունից հետո ավարտվում է բոլոր քննարկում, նախ մինչև այդ ընտրությունները կեղծվում, ձերբակալություններ, ապօրինի կալանքներ, վարկաբեկումներ եւ այլն, մի խոսքով։ Դուք ձեր գնահատականը հիմնավորում եք այն հանգամանքով, որ նա սահմանադրորեն անկախ մարմնի փոխարեն հայտարարություն անում։ Հայտարարություն անում, այո։ Այդպես պետք է հասկանալ։ Հա, այս սահմանադրական մարմնի փոխարեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն, եւ դեռևս 15%-ն է մշակվել ձայների, նա դուրս է գալիս, ինքը իրան հրճակում է հաղթած։ Ինքն իրան հրճակել է հաղթած, մանավանդ երբ որ իշխանության ես, նշանակում է ինչ արդյունք էլ լինի հետագայում, ես բանը իմ պարտությունը չեմ ընթելու, պլյուս դրան դե դավայ կարող էր կաշկանդել անդամ։ Իհարկե, միանշանակ մանավանդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ինչպես է ընտրվում 3/5-ով էր, կարող ենք մի հատ նայել արագի մեջ, կարծեմ 3/5-ով էր, 3/5-ը ինչքան էր 65, չէ՞, ձայն, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրվել է ՔՊԻ կողմից, դա ՔՊԻ մարդն է, Վահագն Հովակիմյանը գիտենք հայկական ժամանակում Նիկոլի երկատարների թղթակիցներ, հետո օգնականներ։ Հիմա եթե ՔՊ-ի ՔՊԱ-ական նախագահը, ասենց ուղիղ ասենք, հա, նաև падգամավորել է, չէ, եղել ՔՊ-ից, կաշկանդված չի, կաշկանդված է։ Հետո մենք գիտենք, որ սա շանտաժիստ է, ապօրինի գործեր սարքող է, հենա 2 շաբաթ առաջ վերջի զանգի օրը մարդուն բռնեց, ամբողջ իր այդ բանը թութակներով բան են անում, կրկնում են նույն տեքստերը, անմեղության կանխավարկածները, հիշում եք Բագրատ Սրբազանին, Սրբազան շարժման մարդկանց Դավիթ Գալստյանին, Բագրատի ու Սրբազանին, այնտեղով կար Արթուրը Սարգսյան, Լիդիան Մանթաշյան, սաղին sense մի հատ բում արեցին, ահաբեկիչներ, հարձակվում էիք բան, ազատության մեջ են հիմա, ահաբեկիչ էին, ահաբեկչություն էին արել, ազատության մեջ չեն զրպարտել, չեն խաբել, խաբել են, բայց հիմա էլ են խաբում, ու այս իրավիճակում Վահագն Հովակիմյանը չի պետք է մտածի այ մարդ հիմա եթե ես վրցինս չվերցնեմ իր ուզած նկարը չնկարեմ կարող է ես էլ ահաբեկիչ դառնամ վաղը Հիմա եթե այսպես երկու բառով մի բերեմ ընդդիմադիր այս երեք ուժերի դիրքորոշումները ԲՀԿ-ն իհարկե հայտարարեց, որ դիմել են վերահաշվարկի համար, ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանը այսօր հայտարարեց, որ կսպասեն վերահաշվարկին, եթե արդյունք չտա հանդես կգան հայտարարությամբ եւ այլն, եւ Իշխան Սաղաթելյանը Հայաստան Դաշինքից հայտարարեց, որ բողոքարկել են, դիմելու են նաեւ Սահմանադրական դատարան, ինչ վերաբերում է մանդատները վերցնելու հարցին Կարծում եմ այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը եւ այսպիսով ինչ հետագա զարգացումներ եք դուք ասացիք որ առաջիկայում ինչ որ զարգացումներ են լինելու եթե այսպես ուրվագ Ես չգիտեմ իրանք ինչ սցենարը ոնց կզարգանա ես իրանց հետ չեմ առաջիկայում քանի որ մենք չենք պարտվել ընտրություններին ես միշտ ասում եի ինչ արդյունք էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու բայց հիմա պարտված չենք համարելու որովհետեւ չենք պարտվել ընտրությունները կեղծվել է չէ հա Եթե ասենք ուրիշ ընտրություններում կարող էինք պարտվեինք եւ պարտված չհամարենք, այս պարագայում երբ որ կեղծել են, պարտված չես։ Հիմա սրանից հետո, այս չպարտված համարելուց հետո շարունակում ենք մեր պայքարը եւ այդ պայքարում հիշեցնում եմ արցախցիների վերադարձի իրավունքն է, Արցախի շենքը պաշտպանելն է, եկեղեցին
պաշտպանելն է, Բաքվի բանտից մերոնց ազատելն է եւ Երևանի բանտից մերոնց ազատելն է, Եվրոպան փրկելն է ավելի լայն իմաստով, որովհետեւ Եվրոպան վերադառնում է իր ռասիստական եւ ֆաշիստական վատ էությանը, որը երկրորդ համաշխարհային պատերազմում Ջեֆրի Սաքսը մեկ շաբաթ առաջ է այդ հարցազրույցը տվել, նայում է այդ հարցազրույցը Գլենդիզենին։ Իմիջիայլոց երկու նախադասությամբ Հայաստանին անդրադարձավ, խոսելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի թեմայի համատեքստում էր խոսում, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Ուկրաինա, դեպի Հարավային Կովկաս, ասում է իմիջիայլոց այս պահին, երբ մենք զրուցում ենք, կենտրոնական հետախուզական գործակալությունը ԿՀՎ-ն, ամերիկյան, Միացյալ Նահանգները խաղեր են խաղում Հայաստանում եւ Հարավային Կովկասում։ Եվ իհարկե նրա հիմնական միտքը նա Գերմանիայի կանցլերն էր երկրորդ բաց նամակը հղել եւ այն կարծիքին էր, որ Գերմանիան Եվրոպան տանում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Սա հենց Գերմանիան։ Այո, հենց Գերմանիան։ Հա, դե չէ, երևում է, որ դրան են տանում, ու այս հարցում մենք հայերս շատ կարևոր առաքելություն ենք անելու, որովհետեւ այս ընտրակեղծարարության դեմ պայքարը եւ Արցախի հանձնման դեմ պայքարը ինքը այդ Գերմանիայի երրորդ համաշխարհային պատերազմը զսպելուն է ուղղվում։ Չէ՞ որ այսօրվա Եվրոպան աջակցում է Նիկոլ Փաշինյանին, իսկ մեզ պետք է Եվրոպա, որը կաջակցի ժողովրդավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդ ժողովրդավարության պայմաններում ինքը չի ստեղծի Հայաստանում ընտրակեղծարաններ, որոնցով պետք է խփի Ռուսաստանին ու Իրանին ու ինչպես նաև Չինաստանին։ Ռուսաստանը չի ողջունել ի տարբերություն այլ երկրների եւ պետությունների։ Բայց մազալու է, չէ՞, փաստորեն հետ սովետական երկրները ավելի ժողովրդավարական դարձան ավելի ժողովրդավար էլի տարիների ընթացքում։ Փաստորեն Սովետը քանդվեց ժողովրդավարության, արևմտյան ժողովրդավարության ազատությունների գաղափարներով եւ տարիների ընթացքում Եվրոպան շրջվեց դեպի հակաժողովրդավարություն ու հիմա հետ սովետական երկրներն են, որ ընտրությունները ցույց են տալիս որ կեղծված է։ Սա շատ հետաքրքիր շրջադարձ է եւ Հայաստանում եթե տեսնում եք, այս բոլոր այս գոնգոները, գոնգո նշանակում է կառավարության ՀԿ-ները, իշխանության ՀԿ-ները։ Ոչ կառավարական կազմակերպություն, հա։ Չէ, գոնգոն NGO-ն ոչ կառավարական կազմակերպություն, իսկ գոնգո, որ իշխանության ոչ կառավարական կազմակերպություններն են, էլի։ Հա, սա այդ բաներ են, եվրոպական են ու այդ օրինակ այն հայտնիներից մեկը, որ երրակի զրպարտիչ է Դանիելը Յոհաննիսյան, ասում էր, որ ոչ մի ձևով չի ազդել, չէ, ընտրությունների վրա այդ այնց խախտումներ չեն եղել, որ ազդեր բանի, որ հա, ձայների մի հատ նոտ բառով ճիշտ չեմ կարող բանանը մեջբերեմ իր ասածը, այնպիսի խախտումներ չեն եղել, որ ձայները, չգիտեմ, կորեն։ Մոտավորապես էս է միտքը։ Բայց ԲՀԿ-ն բացում է, տեսնում է, ասենք, մի ընտրատեղամասում 77 ձայն է ստացել, բայց մեկ են գվել։ Հասկանում եք։ Խայտարակություն։ Դե ասում է պարոն դատավոր, 50 հոգի ես կողմ, 50 հոգի են կողմ, ինչ տարբեր։ Գիտեք այդ հայտնի անեկդոտը։ Հա, 50 հոգի։ Ասում է տղա ջան, այս գործնիստը որ ավարտվի, մի հատ քրեական վարույթ կհարուցեն քո դեմ զրպարտության համար։ 25 տարի կդատենք, ասում է, բայց պատվարժան դատարան 5 տարի է հասնում քրեական օրը։ Դա ասում է տղա ջան, 20 տարի ես կողմ, 20 տարի են կողմ, ինչ տարբերություն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ 168 թեմի հարգելի հետևորդներ, մենք կշարունակենք ուշով հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Կհանդիպենք։